Այսպիսի ռեալիստական գրիմով ստանում ենք դեմքի վնասվածքները, գրեթե վերջ։ Րոպեներ անց դերասանն արդեն խաղընկերների հետ բեմում հետևում է ռեժիսորի ցուցումներին։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում բեմադրում են ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդ, Ֆրանսիայի ազգային հերոս ու մեր հայրենակից Միսակ Մանուշյանի կենսագրական դրվագներով ստեղծված Շոշանա Բուխոբզայի նոր պիեսը Մանուշյան, այսպես են վերնագրել ներկայացումը։ Որովհետև կասկածներ ունեի, որ մի կեղտոտ բան ես նախապատրաստում մեզ համար։ Ներկայացման ֆրանսիական տարբերակ արդեն կայացել է Ֆրանսիայում եւ մենք ցանկացանք նաեւ աշխատել եւ պիեսը ներկայացնել Հայաստանում։ Եվ քանի որ մեր թատերական միության համար մշակութային ապակենտրոնացումը շատ կարեւոր է, եւ մենք մշտապես աշխատում ենք մարզային թատրոնների հետ հիմնականում, այս անգամ ցանկացանք աշխատել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ։ Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը կարևորում է միջազգային գործակցությունը, այն ամրագրված է նաև թատրոնի զարգացման ռազմավարության մեջ։ Ուրախ են, որ մեծ հայի մասին պատմող ներկայացումը բեմադրվում է հենց իրենց թատրոնում։ Պետք է ասեմ, որ ոգևորված են նաև մեր դերասանները, որովհետև շատ հետաքրքիր աշխատել Սաթիի հետ եւ բավականին արդյունավետ է ստացվում, սա նաև փորձի փոխանակում է, սա նաև կատարելագործում է, սա նաև ուսուցում է եւ մի խոսքով վստահ ենք, որ շատ լավ ներկայացում ենք ունենալու եւ մեր հանրությունը հրաշալի մի ներկայացման ականատես լինելու։ Գեղարվեստական փաստագրություն թատրոնում այսպես են բնութագրում Մանուշյան ներկայացումը, հայ բանաստեղծի կյանքի հիշարժան դրվագներն առավել ճշգրիտ ներկայացնելու համար ուսումնասիրել են Ֆրանսիայի ազգային արխիվում պահվող փաստաթղթերը։ Առաջարկը ստացա թատրոնի տնօրինության կողմից եւ իմանալով, որ մանուշյանական թեմաների մասին ենք խոսելու, միանշանակ շատ մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Կա մի ուրախալի փաստ, որ ինձ շատ է ուրախացնում, մենք փորձել ենք զերծ մնալ հերոսականությունից, որովհետև վերջին հաշվով, եթե մենք նայենք այսպիսի անհատների, ինչպիսիք Մանուշյանն են կամ օրինակ Սողոմոն Թեհլերյանը, նրանք երբեք չեն երազել հերոսության մասին, երբեք չեն ձգտել հերոս լինելու։ Հետևաբար մենք նաև ամեն ինչ ներկայացնում ենք այնպես, ինչպես եղել են։ Թատրոնում հույս ունեն, որ ներկայացումը երկար կյանք կունենա եւ կընդգրկվի հիմնական խաղացանկում, իսկ Մանուշյանի առաջնախաղը մարտի 14-ին է։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։